Գալիս է մի գիշեր, երբ հոգնում ես ոչ թե մարդկանցից, այլ ինքդ քեզանից փախչելուց։ Դու տարիներ շարունակ փորձել ես լինել այն մարդը, ումից բոլորը գոհ կլինեն, լռել ես, երբ ուզում էիր խոսել, ժպտացել ես, երբ ներսումդ փոթորիկ էր, ներել ես այն, ինչ իրականում քեզ կոտրել է, քեզ սովորեցրել էին, լավը լինել նշանակում է հարմար լինել, ու դու դարձար հարմար, բոլորի համար, բացի քեզնից։ Մի օր կանգնում ես հայլու առաջ ու չես ճանաչում ինքդ քեզ։ Այդ հայլու մեջ մի մարդ կա, որ միշտ ուժեղ է ձևացել, որ միշտ ասել է ես լավ եմ, երբ լավ չի եղել, որ միշտ ընտրել է ուրիշներին, վախենալով, որ եթե ընտրի իրեն, կմնա մենակ։ Բայց ճշմարտությունն այն է, որ դու արդեն մենակ էիր, մենակ քո իսկ ներսում, եւ հենց այդ մենակության մեջ է սկսվում ամենակարևոր հանդիպումը։ Դու սկսում ես լսել քեզ, առաջին անգամ լսում ես քո չասված խոսքերը, չապրած ցանկությունները, ճնշված զայրույթը, լռեցված ցավը, սկզբում վախենում ես, քանի որ երբ դադարում ես փախչել, ամեն ինչ բարձր է հնչում, քո ներսի ճշմարտությունը աղմկում է, բայց այդ աղմուկը բուժիչ է։ Դու հասկանում ես, որ ամբողջ կյանքում փորձել ես արժանի դառնալ սիրուն, կարծելով, թե պետք է ինչ-որ բան ապացուցես, ավելի խելացի լինես, ավելի գեղեցիկ, ավելի հարմար, ավելի քիչ պահանջկոտ, բայց սերը մրցույթ չէ, իսկ արժանի լինելը ձեռքերում չէ։ Դու արժանի ես պարզապես որովհետև կաս։ Երբ սա գիտակցում ես, ներսումդ ինչ-որ բան փափկում է։ Դու սկսում ես ներել քեզ, այն ընտրությունների համար, որոնք արել ես վախից, այն մարդկանց համար, որոնց թույլ ես տվել վիրավորել քեզ, այն լռությունների համար, որոնցում քեզ կորցրել ես։ Դու հասկանում ես, որ դու պարզապես փորձել ես գոյատևել, իսկ գոյատևելը երբեմն խլում է ինքնությունը, բայց հիմա դու ընտրում ես ապրել, դու այլևս չես ուզում փոքրանալ, որպեսզի տեղավորվես ինչ-որ մեկի կյանքի մեջ, չես ուզում կրել դիմակներ, որոնք ծանր են դարձել, չես ուզում ապրել հավանության համար, դու ուզում ես ապրել ճշմարտության մեջ, եթե դա բոլորին դուր չգա։ Դու հասկանում ես, որ ամենամեծ սերը, որ կարող ես զգալ, սկսվում է այն պահից, երբ դադարում ես քեզ դատել, եւ այդ գիշեր, երբ ամբողջ աշխարհը քնած է, դու առաջին անգամ խաղաղ ես, ոչ որովհետև խնդիրներ չկան, այլ որովհետև դու այլևս քեզ դեմ չես կռվում, դու քո կողմն ես անցել։ Հաջորդ առավոտը ուրիշ է լինում, դու նույն մարդն ես, բայց արդեն առանց ներսի պատերազմների։ Դու գիտես, ոչ բոլորը կհասկանան, ոչ բոլորը կմնան կողքիդ, բայց դու այլևս չես դավաճանի քեզ, որպեսզի ինչ-որ մեկը չհեռանա, քանի որ վերջապես հասկացել ես ամենակարևոր ճշմարտությունը։ Երբ դու քեզ կորցնում ես ուրիշների համար, մի օր արթնանում ես ու հասկանում, որ ոչ ոք չի մնացել, նույնիսկ դու։ Իսկ երբ դու քեզ ես գտնում, նույնիսկ մենակության մեջ լի ես, եւ հենց այդտեղ է սկսվում քո իրական կյանքը։